Հանքարդյունաբերության ազդեցությունը մարդու առողջության վրա։ Հանքարդյունաբերության ազդեցությունը մարդու առողջության վրա ունի մի շարք առանձնահատկություններ։ Նախ մեր պայմանների համար հստակ սահմանված չեն այն հիվանդությունների ցանկը, որոնք ուղղակի կամ անուղղակի առավելապես կապված են էկոլոգիական իրավիճակի փոփոխությունների հետ։ Հիվանդությունների որոշ մասը ի հայտ են գալիս կարճ ժամանակահատված, իսկ մյուս մասը երկար ժամանակ հետո, նույնիսկ ամիսներ եւ տարիներ տևական ժամանակ հետո։ Եվ այն դժվարացնում է գտնելու պատճառահետևանքային կախվածությունները, սակայն, ըստ փորձագետների գնահատումների, դրանց ի հայտ գալուն օժանդակում են մթնոլորտային օդի, ջրի, հողի, մշակաբույսերի միջոցով փոխանցվող աղտոտվածությունը, որոնք սերտ կապ ունեն հանքարդյունաբերության հետ։ Այդ իսկ պատճառով հստակ տեղեկատվության անբավարարությունը հնարավորություն չի ընձեռնում որոշակիացնել ազդեցության շրջանակները։ Ըստ համապատասխան փորձագետների գնահատականների, դրանց կարելի է դասել հիմնականում վարակային և մակաբուծական վերին շնչուղիների, աղեստամոքսային համակարգի նորագույցությունների, ալերգիկ և մի շարք այլ հիվանդությունների շարքին։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության, վերոնշյալ հիվանդություններով հիվանդացողներն ունեն աճող միտումներ, որին նպաստում է նաև բնակչության շրջանում աղքատության բարձր մակարդակով պայմանավորված առողջապահության խիստ ցածր մատչելիությունը։ Մետաղական օգտակար հանածոների պաշարները ներառում են երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի և արծաթ։ Կապարը բնության մեջ չի քայքայվում, այն ունի բարձր կենսակուտակում և թունավոր է և միջավայրի, և մարդու առողջության համար։ Կապարը մարդու հնարավոր քաղցկեղածինն է, ինչը նշանակում է, որ կա բավարար ապացույց, որ այն քաղցկեղածին է փորձարարական կենդանիների համար և գրեթե բավարար ապացույց, որ այն քաղցկեղածին է մարդկանց համար։ Չկա կապարի անվնաս չափ մարդու օրգանիզմի համար, նույնիսկ ամենափոքր դոզան կարող է ազդել երեխայի հոգեբանաֆիզիոլոգիական զարգացման վրա։ Այլ կերպ ասած, չկա անվտանգության փաստերով հիմնավորված շեմ։ Կապարով թունավորման ոչ բնորոշ ախտանիշներն են գլխացավը, թուլությունը, մկանների կամ հոդերի ցավը, ախորժակի կորուստն ու անքնությունը։ Կապարով թունավորման ավելի բնորոշ նշաններ են մետաղական համը բերանում, ծակոցներ, որոնք կարող են ուղեկցվել որովայնի ցավով և փորկապությամբ, սակավայրենությամբ, լյարդի ֆունկցիայի խանգարումով, նեյրոտոքսիկոզի երևույթներով, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման արդյունքում, դյուրագրգռությամբ, գլխապտույտ, գլխացավ, անտարբերություն, մոռացկոտություն, փսխում, ատաքսիա, տեսողական խանգարում, նեֆրոպաթիայով և քրոմոսոմային արատներով կարող են ուղեկցվել։ Երեխաները մեծահասակներից ավելի խոցելի են կապարի ազդեցության նկատմամբ։ Դրա պատճառներից մեկը կապարի ազդեցության նկատմամբ հյուսվածքների զգայունությունն է, շնորհիվ անատոմիական ֆիզիոլոգիական կառուցվածքի ոչ լրիվ զարգացած ուղեղարյունային պատնեշը, վատ հիգիենան, ձեռքն անընդհատ բերանը տանելու սովորությունը, կապարի կլանման ավելի մեծ ինտենսիվությունը և ազդեցությունը ավելի մեծ չափանակը մարմնի ավելի փոքր կշռի պատճառով։ Կապարը կարող է հանգեցնել երեխաների մոտ մտավոր ունակությունների նվազման, ուշադրության պակասեցման, կարդալուն, ուսումնառության և լսելու ընդհանուկության և գերակտիվության։ Հանքարդյունաբերության մի մաս կազմող ծանր մետաղների և ծծմբի երկօքսիդը կարող են բացասաբար անդրադառնալ կանանց վերարտադրողական առողջության վրա։ Հիմնականում խոսքը գնում է անպտղության, ծննդաբերական վնասվածքների, պտղի մահացած ծնվելու դեպքերի մասին և բժշկական ցուցումներով հղիության ընդհատում, նորածնային մահացություն, անգամ դեպք է գրանցվել, երբ երեխան ծնվել է նորահայտ հիվանդությամբ, որը կոչվում է Գայլի բերան հիվանդությամբ, և շատ երեխաներ նաև ձեռք են բերում քաղցկեղ։ Ոչ միայն երեխաներ, նաև խոցելի են մեծահասակները, որովհետև արդեն իսկ թուլացած իմունիտետ ունեն և չեն կարողանում դիմադրել քաղցկեղածին բջիջներին։ Այսպիսով ես ուզում եմ նաև ուղերձ ուղարկել մեր բնապահպաններին և հորդորել, որ եթե ռիսկը մեծ է մարդկանց առողջության վրա ազդեցություն ունենալու, խնդրում եմ դադարեցնել հանքարդյունաբերությունը։ Քանի որ մենք Հայաստանում ունենք շատ ու շատ ոլորտներ, ինչպիսիք են ամենակարևորներից գյուղատնտեսությունը, որոնք կարելի է զարգացնելով ավելի մեծ արդյունքների հասնել։ Այսքանը, շնորհակալություն։